չկա կենտրոնացված գիտելիքների բազա, որտեղից կարելի է գտնել ակտուալ ինֆորմացիա։ Հիմա ես այս հերթականությամբ բոլորի վրա գնալու եմ խնդրեությունը, ինչ է առաջանում, ինչպես է առաջանում ավելորդ տրանզակցիոն ծախսեր եւ ինչպես լուծել այս խնդիրը։ Նայեք, ինչ է նշանակում ընդհանրապես գիտելիքների բազա, հա։ Գիտելիքների բազան այդ ինֆորմացիան է, կենտրոնացված եւ համակարգված ինֆորմացիան է, որտեղից որ մեր թիմակիցները կարող են վերցնել իրենց անհրաժեշտ ինֆորմացիան։ Դա ներառում է մեր ընկերության մասին ընդհանուր ինֆորմացիան։ Դա կարող է լինել իրավաբանական ինֆորմացիան, կարող է լինել ընկերության պատմությունը եւ այլն։ Դա կարող է լինել ընկերության մարքեթինգային ինֆորմացիան, այսինքն ինչ-որ պրեզենտացիաներ, ինչ-որ նյութեր, որոնք որ պետք են գալիս տարբեր բաժիններին։ Դա կարող է լինել ընկերության աշխատանքային կարգերը, process-ները։ Դա կարող է լինել տարբեր թիմերի ուսուցման համար օգտագործվող ինֆորմացիա եւ այլն, հա։ Այս գիտելիքների բազան գիտելիքների բազան չէ, ավելի ճիշտ կլինի այսպես ձևակերպել։ Այս գիտելիքները, այս ինֆորմացիան, որի մասին ես ասացի, դրանք ցանկացած ընկերությունում ինչ որ ձևով ու ինչ որ տեղում կան պահպանված։ Բայց սովորաբար դա գիտելիքի բազայի ձևով կազմակերպված չի, այսինքն դա տարբեր մարդկանց համակարգիչների մեջ է։ Դա տարբեր կրիչներով եւ տարբեր ֆորմատներով է։ Դա համակարգված չի, որ հեշտ լինի ինչ որ ինֆորմացիա գտնել։ Իսկ համակարգված գիտելիքի բազայի դեպքում դա կենտրոնացված ինչ-որ տեղում է, օրինակ դա կարող է լինել ընկերության ընդհանուր սերվերը, կարող է լինել ինչ-որ մի համակարգչի վրա ֆայլ, որին որ folder, որին որ բոլորը հասանելիություն ունեն, կամ ինչ-որ Google Drive-ի վրա կամ հազար ու մի տեղ, հա, բայց դա կենտրոնացված է, ինչ-որ տեղ է, որին որ հասանելիություն ունեն թիմակիցները, ամեն թիմակից ինչի օգտագործման իրավունքը որ ունի դրա հասանելիություն ունի, եւ դա համակարգված է, այսինքն հասցեավորված է, հա, կարելի է մտնել ու արագ գտնել ինֆորմացիան տվյալ բազայից։ Так, в принципе, ինչու է առաջանում հարցին պատասխանեցի, հա, չէ, չեմ պատասխանել։ Հիմա ձևակերպեմ։ Ինչու է առաջանում այս խնդիրը, հա։ Երբ որ Չնայած սա շատ պարզ է, հա, երբ որ չկա այդ համակարգված, կենտրոնացված գիտելիքների բազան, ինֆորմացիան փնտրելը թիմի համար ժամանակատար է։ Օրինակ, պարզ օրինակ բերեմ, հա, եթե ինչ-որ թիմակցի պահի տակ պետք է լինում ընկերության ռեկվիզիտները, ինքը դա ամեն օր իր համար ամեն օր չի օգտագործում, հա, դա գտնելու համար ինչ պիտի անի։ Կամ պիտի գնա փնտրի ինչ-որ տեղ, հա, որտեղ որ գիտի թե ինչպես պիտի փնտրի, որտեղ որ հստակ չի թե որտեղ այդ պատկան պահված կլինի եւ այլն, կամ պիտի ինչ-որ աշխատակցից հարցնի, ինչ-որ աշխատակցից խնդրի իրեն ուղարկել, հա, կամ էլ, չգիտեմ, երրորդ տարբերակ գնա բան անի, հա, ինչ-որ հիմ փաստաթղթերից մանգա գտնի այդ ինֆորմացիան հավաքի։ Այդ երեքն էլ ավելորդ ժամանակային ծախս է, հա, համ իր համար, համ էլ եթե այլ աշխատակցից է հարցնում, այլ աշխատակցի համար։ Իհարկե սա կարող է րոպեների հարց լինել, բայց ես ընդհանրապես բերում եմ մի փոքր օրինակ, մի փոքր դեպքի վրա, հա, բայց պատկերացրեք օրվա ընթացքում ինչքան ինֆորմացիա է պետք լինում մեր աշխատակիցներին, տարբեր մանր ու մեծ գործողություններ անելու համար, ու այդ ինֆորմացիան ման գալու համար, sense փոքր րոպե որ հավաքես, ինչքան ժամանակ է ծախսվում ընդհանուր ընկերությունում։ Այդ ամբողջը տրանզակցիոն ավելորդ ծախս է, որը որ կարելի է որոշակիորեն կրճատել, եթե լինի կենտրոնացված գիտելիքների բազա, որին որ հասանելիություն ունենան մարդիկ ու որի կառուցվածքից տեղյակ կլինեն։ Ոնց որ թե բոլոր հարցերին պատասխանեցի, հա, այս վերջինները ինչպես լուծել հարցի պատասխաններ։ Ստեղծել գիտելիքների բազա, հասանելիություն տալ թիմակիցներին, սարքել համակարգված բազան եւ բացատրել մարդկանց, թե ինչպես պետք է օգտվել այդ բազայից։ Մինչդեռ այդ բացատրելը նույնպես ուղղակի մի հատ screen recorder-ով կարելի է վիդեո սարքել, որտեղ որ բացատրեք, թե ինչ բաժիններից է բաղկացած, որ բաժինը ում է վերաբերվում եւ ինչպես դրանից օգտվել։ Այդպես, այդ աշխատանքը անելու համար ինչ որ տեխնիկական բաներ հզորություններ ձեզանից չի պահանջվի, որովհետև դա կարելի անել ցանկացած անվճար
cloud-ի վրա, եթե ինչ-որ անվտանգության խնդիր կա, անվտանգության հարց կա, բնականաբար դա պետք է հաշվի առնել, բայց ես ընդհանուր դեպքի մասին եմ ասում։ Դա ժամանակատար չի, համենայն դեպս այնքան ժամանակը, որ դուք կծախսեք այդ բազան հավաքելու վրա, մի ամսում հետ կբերեք կրճատված ժամանակի տեսքով, կրճատված տրանզակցիոն ծախսերի տեսքով։ Ու դա մի անգամ սարքելով արդեն դուք կօգտագործեք տարիներով, իհարկե պայմանով, որ դրա թարմացման համար պատասխան կնշանակի, որ դա չի հենանա։